Արդյոք ԵՊՀ-ի ավագ դպրոց լինելու հանգամանքն ազդել է ձեր որոշման վրա։ Այո, քանի որ Երևանի պետական համալսարանը հնարավորությունների համալսարան է, իսկ STEM ավագ դպրոցը ճանապարհ հասնելու այդ հնարավորություններին։ Այդ իսկ պատճառով ես ընտրել եմ Երևանի պետական համալսարանի STEM ավագ դպրոցը։ Ինչ առավելություն է տալիս STEM դպրոցում սովորելը ապագա մասնագիտություն ընտրելու առումով։ Ինձ անհրաժեշտ են լաբորատոր փորձերը մասնագիտական խորը գիտելիքներ ունենալու համար, որը ինձ հետագայում կօգնի որպես մասնագետ կայանալիս։ Ինչ դեր են խաղում ուսումնական միջավայրը, տեխնիկական հնարավորությունները եւ փորձարարական աշխատանքները ձեր կրթական գործընթացում։ Որակյալ տեխնիկայի առկայությունը եւ դասարանում աշակերտների քիչ քանակը նպաստում է դասապրոցեսի ավելի հետաքրքիր անցկացմանը եւ դասերի հեշտ յուրացմանը։ Ինչպես է STEM դպրոցը նպաստում ձեր գիտական կամ տեխնոլոգիական հմտությունների զարգացմանը։ Մեզ հնարավորություն է տրվում օգտագործել լաբորատորիաները եւ օգտվել նրա գերհզոր սարքավորումներից։ Որն է եղել ձեր հիմնական դրդապատճառը STEM ընդունվելու։ Երբ ինձ առաջարկեցին, որ պետք է ընդունվեմ Երևանի պետական համալսարան, սկզբում ընդհանրապես չգիտեի այս դպրոցի մասին, երբ որ հետաքրքրվեցի, իմացա, որ այստեղ կա նաև հումանիտար հոսք եւ դրանից ավելի շատ ցանկացա ընդունվել հենց այստեղ։ Ինչպիսին է ձեր առօրյան STEM-ում։ STEM-ում իմ առօրյան բավականին բազմազան է եւ հագեցած, բացի տեսական դասերից նաև ես զբաղվում եմ արտադասարանական աշխատանքների, օրինակ արհեստական բանականություն, հրաձգություն, մաթեմատիկա եւ այլն։ Ինչ հնարավորություններ է տալիս խմբակը ձեզ։ Խմբակը մեզ տալիս է շատ հնարավորություններ։ Առաջինը թե արհեստական բանականության մասին ինֆորմացիան է, թե ինչպես է դա աշխատում, ինչ հնարավորություններ մեզ կարող է տալ ապագայում եւ ինչպես մենք կարող ենք այդ հնարավորությունները կիրառել հետագայում։ Ինչպիսի հնարավորություններ է տալիս ԵՊՀ STEM դպրոցում սովորելը։ ԵՊՀ STEM ավագ դպրոցում մեզ հնարավորություն է տալիս օգտվելու Երևանի պետական համալսարանի մարզասրանից։ Այն առաջարկում է նորագույն սարքավորումներ եւ հնարավորություն է տալիս համատեղել ուսումն առողջ ապրելակերպը։ Եկացթեմ, որ գտնեմ համախոհներ գիտելիքային հասարակության ձևավորման ճանապարհին։ Դե իսկ արդեն ձեռք բերած հմտություններս եւ գիտելիքներս տեղափոխեմ փորձարարական փուլ։